Հրավիրում եմ ձեզ ձեր աստվածաշնչները բանալ Սաղմոս 42. Սաղմոս 42. Please turn your Bibles to Psalm 42. Երկողների գլխավորին կորխի որդկանցը համար երգ։ Ինչպես որ եղջերուն փափակում է ջրի առուների, այնպես էլ իմ անձը փափակում է քեզ, ով Աստված։ Իմ անձը ծարավ է Աստծուն, կենտանի Աստծուն։ Երբ կգամ և նրա երեսին առաջին կերևամ, իմ արտասուքն ինձ հաց եղավ, ցերեկ ու գիշեր, որ ինձ ամեն օր ասում են, ուր է քո Աստվածը։ Ես այս բաները հիշում եմ և իմ հոգին թափում եմ ինձանում, որ բազմության հետ անցկենամ, գնամ նրանց հետ մինչև Աստծո տունը տոնախմբող ամբոխի հետ, օրհնության և գովասության ձայնով։ Ինչու ես տրտում, ով իմ անձը, և շփոթված ես ինձանում։ Աստծուն հուսացիր, որովհետև էլ կգոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Ով իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում։ Սրա համար հիշում եմ քեզ Հորդանանի երկրիցը և Հերմոնիցը և փոքր Սարիցը։ Անտունտն անտունտին կանչում է քո հորձանքների ձայնովը, քո ամեն կոհակները և ալիքները անց են կենում ինձ վրա։ Ցերեկը Տերը պատվիրում է իր ողորմությունը և գիշերը օրհնությունը ինձ հետ կլինի, աղոթքս դեպի կենաց Աստվածն է։ Ասում եմ Աստծուն, ով իմ վեմ, ինչու մոռացար ինձ, ինչու սգավոր գնամ ես թշնամիի նեղացնելու համար։ Իմ ոսկորները փշրվելիս, իմ թշնամիներն ինձ դեռ նախատինքել են տալիս և ամեն օր ինձ ասում են, թե ուր է քո Աստվածը։ Ինչու ես տրտում, ով իմ անձը, ինչու ես շփոթված ինձանում, Աստծուն հուսացիր, որովհետև էլ կգոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունը և իմ Աստվածն է։ Մեր Տերը, մի անգամ ևս կանգնել ենք քո տաճարիցդ ներս, քո խոսքիդ ներքո և կարոտ ենք, որ դու մեզ խոսես։ Ով Սուրբ Հոգի Աստված, դպչիր մեր հոգիներին, խոսիր մեզ, քանզի քո ծառաներդ և աղախիներդ ահա կանգնած քեզ ենք ուզում մտինք տալ, օգնիր ծառայիդ, որ քո խոսքդ փոխանցեմ, Տերոջը պատվական արժանիքով եմ խնդրում, ամեն։ Այսօր հենված Սաղմոս 42-ին և մյուս անգամ Տերը կամի շարունակելով, պիտի նայենք Աստծո հանդեպ և Աստծո տան, այսինքն եկեղեցի հանդեպ հավատացյալի ունեցած դիրքին, սիրուն, փափակին և դրա հավատացյալի վրա ունեցած ազդեցությանը, պտղին, հասույթին։ Մենք չգիտենք, թե այս Սաղմոսը ով է գրի առել, սակայն հայտնի է, որ դա գրվել է կորխի որդկանց համար։ Հիմա պետք է հարցնեք կորխի որդիներ ովքեր էին։ Կորխի որդիկը տաճարի քահանայական դասի կողքին տաճարի մեջ երգեցողությամբ և երաժշտությամբ Աստծուն պաշտամունք կատարելու առաջնորդ խումբն էին, երգեցող դասն էին մեկ խոսքով։ Երաժշտության և երգեցողության պաշտամունքի առաջնորդներն էին։ Նրանց պարտականությունը այն էր, որ Աստծուն պաշտամունք ներկայացնեին երգի միջոցով։ Եվ այս երգը գրվել է, որպեսզի նրանք
այս ճշմարտությունները, այս իրողությունները երկի եւ երաժշտության միջոցով ժողովրդով հանդերձ Աստծուն բարձրացնեն։ Շատ հավանաբար 42-րդ Սաղմոսը եւ 43-րդ Սաղմոսը մեկ Սաղմոս է, մեկ երգ է։ Եվ թե նայեք հայերեն Աստվածաշնչների մեջ, դրանց վերնագիրը երկուսն էլ սրբարանի հանդեպ փափակն է ներկայացնում։ Հին ծերագրերում այս երկուսը մեկ Սաղմոս է, բայց արտի թարգմանությունների մեջ երկու Սաղմոսների է բաժանված։ Եվ երկուսի կենտրոնական նյութն էլ հոգևոր տրտմության, հոգևոր հոգեճնշման նյութն է շոշափում։ It touches spiritual depression issue. Այս երկու Սաղմոսներով Սաղմոս 2-ն Աստծո տնից հեռու եղած իր ընթացքում իր ունեցած հոգևոր ընկճվածությունն է ներկայացնում։ He talks about his spiritual depression, sadness. Եվ այդ անելով Աստծո եւ նրա ներկայության կարևորությունը, անհրաժեշտությունը եւ օրհնաբերությունն է բացահայտում. It reveals how important, vital it is to be in God's house, in God's presence. Այսօր մեր ուշադրությունը այս 42-րդ Սաղմոսի վրա կենտրոնացնելով տեսնում ենք, թե այս Սաղմոսը կարելի է 4 բաժինների բաժանելով սերտել։ Առաջին բաժինը 1-ից 3 համարների մեջ Սաղմոս 2-ի կարոտած վիճակն ենք տեսնում. That's the condition. Երկրորդ բաժինը 4-ից 5 համարներում Սաղմոս 2-ի ունեցած փափակն ենք տեսնում. It's his desire. Երրորդ բաժինը 6-ից 7 համարների մեջ նրա այդ զգացման պատճառն ենք տեսնում. It's the reason why he feels the way he feels. Եվ 4-րդ եւ վերջին բաժնում 8-ից 11-րդ համարների մեջ նրա այդ ճնշման եւ ընկճված վիճակի լուծումն ենք տեսնում. It's the solution to his condition. Այսօր Տերը կամի առաջին երկու բաժինների մասին պիտի խոսեմ եւ մյուս անգամ Աստծո շնորհքով պիտի ավարտենք հաջորդ երկու բաժինների մասին անդրադառնալով։ Ուրեմն առաջին կետին անցնելով 1-ից 3 համարներում կարդացինք. Ինչպես որ եղջերուն փափակում է ջրի առուների, այնպես էլ իմ անձը փափակում է քեզ, ով Աստված, իմ անձը ծարավ է Աստծուն, կենթանի Աստծուն, երբ կգամ եւ նրա երեսին առջեն կերևամ։ Իմ արտասուքն ինձ հաց եղավ ցերեկ ու գիշեր, որ ինձ ամեն օր ասում են՝ ուր է քո Աստվածը։ Պարզ է, որ այս համարների մեջ Սաղմոս 2-ն Աստծո սրբարանից բացակայելու եւ Աստծո առաջին ներկայանալուց զրկված լինելու պատճառով Տիրոջ հանդեպ իր սրտի մեջ զգացած այդ սաստիկ կարոտը, մարմաճը, փափակն է արտահայտում։ Նա այս իր խոր կարոտը մի նմանությամբ է բացատրում։ Այս տենչալի ծարավ վիճակը եղջերուի նմանությամբ է մեզ արտահայտում, որպեսզի ավելի լավ հասկանանք։ Ասում է նա. ինչպես որ եղջերուն փափակում է ջրի առվակներին, այնպես էլ իմ անձը փափակում է քեզ, ով Աստված։ Հիմա այստեղ մենք թարգմանության մի քիչ հարց ունենք, ըստ ամեն կիրակի ունենք այս հարցը։ Հայերեն թարգմանության մեջ փափակել բառը շատ թեթև, շատ տափակ թարգմանություն է։ Իրականության մեջ ուղիղ չի։ Մասնակի ուղիղ է, լրիվ չի, կատարյալ չի, հստակ եւ ջինջ չի։ Բնագիր եբրայցերենով փափակել բառը չի գործածվել։
ոչ էլ անգլերեն լեզվով, desire չի ասում։ Բնագրում եւ նաեւ անգլերեն լեզվով ուղիղ թարգմանությունների մեջ հայերեն լեզվով փափակել չի, այլ հեվել է բառը։ Գիտեք ինչ է հեվել հայերեն լեզվով։ Մենք ասում ենք հեվ վազեցի։ Այդ հեվել է նշանակում։ Հևելը այն արարքն է, որ մի անասուն կամ մարդ արարած։ Այս պարագային, այս նմանության մեջ մի եղջերու։ Տաք եւ անտաստակ դաշտերում, չոր անապատներում, երկար եւ արագ վազելուց հետո, երբ որ կանգ է առնում, եւ ջրի արվակ չի գտնում, որ ինքը իր մարմինը զովացնի, իր ջերմությունը իջեցնի, այդ անասունը ճարահատված իր լեզուն իր տնչից դուրս է կախում, դունչը բանում է եւ սկսում է դնչով, ոչ թե քթով, ռնկունքներով, այլ դնչով, արագ մեծ շունչ առնել, խոր քամի եւ օդ ներշնչել։ Եվ հաճախ դրա այդ ներշնչման, այդ եւ արտաշնչման ձայնը այնքան բարձրաձայն է, որ կողքից անցնողը կարողանում է լսել նրա թոքերի ձայնը։ Ինչու այդպես անում։ Որովհետև նա ջուր չի գտնում, որ իր ծարավը հագեցնի։ Ջուր չկա, որ իր տաքությունը իջեցնի, որ խմիքը շտանա։ Ուստի պարտավորված այսպիսի վիճակ է դրսևորում եւ ճանանում է իր մարմնի տաքությունը, տենչանքը, մարմաճը հագեցնի օդ շնչելով։ Ջուր չկա, լավ օդը կգործածենք։ Որպեսզի իդ իր խաղաղ, բնականon, առողջ, կենսունակ վիճակին վերադառնա։ Հայերեն լեզվով այսպիսի ուժեղ բարձրաձայն արագ շնչառությանը կոչում ենք հևանք, բայը հեվել է։ Ուրեմն Սաղմոս 2-ն այս համարի մեջ ասում է, ինչպես որ մի եղջերու ջրի արվակներ չգտնելով, իր տագնապալի վիճակից ազատվելու, բնականon իր առողջ եւ խաղաղ վիճակին վերադառնելու համար, իր կյանքը եւ իր կյանքի գոյատևությունը ապահովելու համար, ճարահատված սկսում է հեվել, այնպես էլ, այդ նույն նմանությամբ, այդ նույն ուժգնությամբ, այդ նույն ձևով, հոգևորապես, ես էլ իմ հոգևոր հագեցման համար, աղբյուրից հեռացած լինելով, իմ հոգևոր բնականon առողջությունս վերագտնելու համար, ներքին հևանքի եմ բռնվել, հևում եմ, անգլերեն ասում է I pant, panting, ոչ թե desiring, հիմա տեսակ փափակը ճիշտ բառը չի։ Իսկ որն էր այն ջրերի արվակների պես հագեցնող, կշտացնող, ծարավը լցնող, պապակած, խանձված սրտին խաղաղություն տվող, հոգեճնշված եւ ընկճյալ հոգուն հանգստացնող, տրտմած ներքնաշխարը ցնծությամբ լցնող ակը եւ աղբյուրը։ Սաղմոս 2-ն ինչի հետևից էր ման գալիս։ Նա ասում է. Ով Աստված։ Այդ ջրերի արվակ որոնողը ես եմ, ակը դու ես, բայց ես դրանից հեռու եմ ընկել պարագաների բերմամբ, և դրա համար ես քեզ եմ հևում, իմ անձը, իմ հոգին, իմ ներքին մարդը, իմ ներքնաշխարը քեզ համար է հևում, Երկրորդ համարի մեջ Սաղմոս 2-ն այս իր հոգևոր հևանքը ավելի մանրամասն է բացատրում ես եւ ասում է իմ անձը ծարավ է Աստծուն կենտանի Աստծուն եւ երբ նկատի առեք հայերեն թարգմանության մեջ երբի վրա երկարացման նշան կա հարցում չի գիտեք ինչու է երկարացման նշան Որովհետև Սաղմոս 2-ն ասում է, ախ, բա երբ ես կգնամ,
ախ է քաշում, երազանք է երազում, տենչանք է ապրում, ըղձանք է բացատրում. That's his panting. Երբ, ախր երբ կգամ և նրա երեսի առաջին կերևամ, ախ երանի այն օրը, երնեք լինի այն օրհնյալ պահը, այդ ասում, որտև հիմա այդպես չի. Սաղմոս 2-ն երազում էր, ախ ինչ լավ պիտի լիներ, որքան երկարացման շեշտով, հաճելի և հագեցնող պիտի լիներ, երբ որ նա նորից կարողանար կենթանի և կյանք տվող Աստծո առաջին ներկայանար, իր պաշտամունքը մատուցեր, իր գովասանքը, երախտագիտությունը, երկրպագությունը, օրհնաբանությունը Աստծո առջև ներկայացներ և Տիրոջը պաշտեր. Գիտեք, հին ուխտի մեջ Աստծուն պաշտելու համար հրեաներ պետք էր, որ տաճար գնային. Ինչու կարիք կար տաճար գնային, որովհետև այնտեղ պետք է զոհ մատուցեին, այնտեղ պետք է իրենց հետ անասուններ մորթեին, էնել չէին կարող սրբոցը մտնել, միայն բակում, միայն մեկ տարվա ժամկետ ունեցող քավության համար, Աստծո հանդարտությունը ժամանակավորապես վայելելու համար, այն էլ տաճարում աշխատող քահանաների միջոցով, նրանց միջնորդությամբ, այն էլ անասուններ մորթելով, արյուն լվիկ լինելով, միայն ժամանակավոր քավություն, ժամանակավոր ողորմություն ու ժամանակավոր շնորհք պիտի վայելեին ու հաջորդ տարին նորեն պիտի անեին. Եթե նրանք այս տարեկան ծեսը չկատարեին, եթե նրանք այս քավության արարողությունից զրկվեին, եթե նրանք տաճար չգնային, տաճարից հեռու ընկնեին, եթե նրանք զոհեր չմատուցեին, եթե նրանք այս բանը չանեին, նրանց վիճակը շատ վատ պիտի լիներ. Նրանք Աստծո բարկության ենթակա կմնային. Եվ ըստ այն եմ նրանց թե հոգևոր և նույնիսկ ֆիզիկական կյանքն էլ վտանգի և վնասի կարող էր ենթարկվել. Դրա համար Սաղմոս 2-ն անդրադառնալով, որ որքան էական է, որքան կարևոր է Տիրոջ ներկայության մեջ լինելը, Աստծուն կանչում է, ասում է, ես քեզ համար ծարավ եմ, հևում եմ. Նա կենտանի Աստված ասելով ուզում է ասել, որ ես այն Աստծուն եմ ծարավել, որ ինքը կյանք ունեցող է և նրանից կյանք է հոսում, կենսատու է, կենարար է, He's living and He's life giving. Նրան մոտեցողին, նրանից քավություն, ողորմություն, շնորհք, ազատություն ստացողին Աստված կյանք է տալիս. Մեղքի պատիժ եղող մահը նրանից հեռացնում է, expedite անում. Նրա վրա ունեցած իր սուրբ բարկությունից և զայրույթից ողոքվում է, հանդարտվում է, իջնում է, հագեցվում է Աստված, բայց ափսոս, շատ ափսոս, որ այս Սաղմոս 2-ն Աստծո այս տաճարից հեռու էր մնացել, հոգևորապես հոգնած էր, ներքնապես ծարավ էր, վաստակած էր, դադրած էր և միայն կարողանում էր հոգևորապես հևալ. Աստծո ներկայությունից, ողորմությունից, շնորհքից, երկրպագությունից, պաշտամունքից հեռու և բացակա գտնվելու նրա այս հևանքը այնքան ցավոտ էր, այնքան դառն էր, այնքան խոր է, այնքան տառապալի է,
որ Սաղմոս 2 երրորդ համարի մեջ դրան նկարագրելու համար ասում է իմ արտասուքը ինձ հաց եղավ ցերեկ ու գիշեր որ ինձ ամեն օր ասում են ուր է քո Աստվածը մի խոսքով Սաղմոս 2 Աստծո ներկայությունը մոտիկից վայելելուց զրկված այս իր վիճակում շարունակապար տխուր էր շարունակապար հաց ուտելու պես որ ես ու դու ամեն օր մի քանի անգամ հաց ենք ուտում չէ եւ չենք զզվում միշտ ուտում ենք այդ հացը եւ տակավին սիրում ենք ուտել ասում է իմ արտասուքս ինձ համար հացին պես եղավ այսինքն ես շարունակապար լալիս եմ շարունակապար գիշեր ու ցերեկ արցունք եմ թափում գիշեր ու ցերեկ Սաղմոս 2 ողբում էր ցավ էր քաշում ափսոսանք էր ապրում ախ ու ուխ էր անում հևում էր կարծեք թե արցունք էր կուլ տալիս հացի փոխարեն Կարծեք թե այս ցավը բավարար չլիներ, հիմա էլ նրա շուրջ եղողները սրա խղճալի վիճակը տեսնելով նրա վերքերի վրա ավելի աղ էին ավելացնում, ասում էին դե բա քո Աստվածը դուրը Այս ճնշադրված վիճակը տեսնելով նրանք հարձակվում էին թե Սաղմոս 2-ի վրա եւ ավելի խորը հարձակվում էին Աստծո վրա Եվ սա ավելի էր նրան ցավեցնում։ Այս նախատող հեթանոսները Սաղմոս 2-ի տրտմած եւ ճնշված եւ տխուր ու լացակումած այս անհանդարտ վիճակը տեսնելով նախատինքով լցված հարց են ուղում այսպես թե Օ դու որ ասում ես Աստծուն այդքան սիրում ես եթե քո Աստվածը նկատի առեք քո Աստվածը, ոչ թե մեր Աստվածը, քո Աստվածը։ Այդ Աստծուն, որ դու ես այդքան ասում, եթե այդքան բարի է, եթե այդքան լավն է, եթե այդքան փափակելի է, եթե կենտանի է կյանք տվող Աստվածը, բա ինչու քեզ այս ողորմելի վիճակից չի ազատում, հա? Բա ուր է քո Աստվածը։ Լսում եք նախատինքը։ Այսինքն այդ Աստվածը, որ դու քոնդ ես արել, ու մերը չի, մենք քեզպես այդպիսի էակի չենք հավատում։ Իրականության մեջ մենք այնպես ենք հավատացած, որ այդպիսի բան գոյություն չունի անգամ։ Որովհետև եթե այդպիսի մի բարի էակ գոյություն ունենար, ինչու է քեզպես բարի մարդկանց վատ բաներ պատահում։ Լսել եք այս հարցումը, չէ՞։ Why do bad things happen to good people? Ինչ է սրա պատասխանը։ Պատասխանը այն է, որ բարի մարդ գոյություն չունի։ Հարցման ենթահողը իսկ սխալ է։ Հարցման նպատակը սխալու ծուռ է։ Հարցման նպատակը ուղղություն ունենալ չի, հարցման նպատակը նախատինք է։ Ինչու քեզ չի ազատում։ Ինչու է քեզ այս խեղճ ու ցավալի վիճակի մեջ թողել։ Ինչու քո աղոթքները Աստված չի լսում։ Ինչու է նա քեզ վիշտ ու նեղություն արտոնել։ Ինչու է թույլատրում, որ դու գիշեր ու ցերեկ հացի փոխարեն արցունք կուլ տաս։ Ողբաս, ճնշվես, տրտմես։ Why? Որքան նման են այս հին հարցումները այս օրերիս մեր շուրջը գտնվող մեզ ու մեր Աստծուն արհամարողների հարցումներին, չէ՞։ Իրականության մեջ նույն աներնությունը եւ նույն ամբարշտությունը եւ նույն անհավատության չար հոգին է։ Հենց այն հին օծն է, որ Ադամից սկսյալ իր թունավոր կասկած ցանող Աստծուն ոչնչության հավասարացնելու ջանք չխնայող ստախոսների հայր եղող սատանայի փորձերն են անօգուտ թակարդներն են միգուցե վերջերս դու էլ պարագաների բերմամբ
այս Սաղմոս 2-ի պես Աստծո ներկայության, Աստծո հետ մտերիմ ու մոտիկ հաղորդակցության, կենթանի եւ կենսապաշխ Աստծուց հագենալու հոգևոր ծարավ ես քաշում։ Չգիտեմ։ Միգուցե այդպես է։ Միգուցե երկար ժամանակից ի վեր որ դու էլ այն վազվզուքի մեջ անապատի այդ եղջերուի պես վազելուց տաքացել ես, քրտնել ես, հոգնել ես, ծարավել ես եւ այդ բոլոր վազքից հետո սկսել ես հոգևորապես հևալ։ Կենտանացնող, հագեցնող, հոգևոր պապակը, ծարավը, քաղցդ, կյանքդ իմաստալի դարձնող, հոգիդ հանդարտեցնող կենտանի ջրի աղբյուրին ես կարոտել։ I don't know, չգիտեմ։ Տես, որպես հավատացյալ, հնարավոր է, որ մենք այդպիսի պարագաներից անցնենք։ Որպես վերստին ծնված Աստծո զավակ, ես ու դու, կենթանի Աստծուն մոտենալու եւ նրա ներկայությունից, նրա խոսքից կշտանալու, թե արտոնությունը ունենք եւ թե առանձնաշնորհում ունենք։ We have the privilege and we have the authority to come to our God. What a wonderful thing. Եբրայեցիս 4:14 Աստծո խոսքը մեզ այսպես է վստահեցնում Եբրայեցիս 4:14-ի մեջ Եվ ասում է արդ, այսինքն հիմա, ուրեմն therefore որովհետև մեծ քահանայապետ ունենք երկինքներով անցած ով է Աստծո որդին Հիսուսին He is our chief priest Պինդ բռնենք դավանությունը որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք որ չկարողանա մեր տկարությունների հետ կարեկից լինել այլ մի այնպիսին որ ամեն բանով փորձված մեր նմանությամբ բայց առանց մեղքի ուրեմն համարձակությունով with confidence մոտենանք շնորհած աթոռին որ ողորմություն ստանանք եւ շնորհ գտնենք պատշաճ ժամանակին օգնելու այսինքն այն պահին որ իրապես պետք եղած օգնություն կարիք ունենք հարստամ ձեզ երբ էր վերջի անգամ որ դու հոգևոր հևանքի բռնված քո հոգու ծարավը հագեցնելու համար հենվեցիր քո հավատքի դավանանքին հիմա պետք է հարցնենք ինչ է նշանակում դավանանք ոմանք այս համարը կարդում են եւ կարծում են մենք Հիսուսին պիտի պինդ բռնենք եւ Հիսուսին չեմ կարող պինդ բռնել Հիսուս մարմին չունի որ պինդ բռնեմ Աստծո Սուրբ Հոգին անհայտ է իմ մեջս է, բայց շոշափելի չի, հավատքով է միայն սա, ֆիզիկական չի, սա նմանություն է պինդ բռնել։ Ոմանք սխալ են մեկնաբանում այս հավարը եւ ասում են թե տեսեք, ահա, հավատացյալները պիտի Հիսուսին պինդ բռնեն, որպեսզի չփախցնեն, որպեսզի կյանքից չընկնեն, որպեսզի փրկությունը չկորցնեն, բայց այդպեսի բան չեն կարդում Աստվածաշնչի մեջ։ Չի ասում Հիսուսին պինդ բռնեք։ Լավ կարդացեք ձեր Աստվածաշնչները։ Ուշադիր կարդացեք։ Բայը ենթակայից ջոկեք։ Աստծո խոսքը մեզ վստահեցնում է, թե մեր փրկության հարատևումը եւ փրկության պահպանությունը Հիսուսին պինդ բռնելու վրա չի։ Այլ Հիսուսը մեզ պինդ բռնելու վրա է։ Նա ասաց Հովանու մեջ. ես իմ ձեռքումս ունեմ բոլորին եւ ոչ ոք է կարող նրանց իմ ձեռքից խլել ով բռնողն ով է ուրեմն ես չեմ Հիսուսը ես բռնված եմ բռնողը չեմ բռնողը Տեր Հիսուսն է Աստծո շնորհք
Ուրեմն մեր փրկության մասին չի խոսք այստեղ։ Եբրայեցիի մեջ մեր հոգևոր թափի մասին է, մեր հոգևոր սրբագործման կյանքի մասին է, մեր ծարավը հագեցնելու, Աստծո ներկայությունը վայելելու եւ այդ վայելքը մեր կյանքի օրհնապեր պտղատվության մասին է խոսքը։ Սրբագործության մասին է, ոչ թե արտարացման մասին։ Ուրեմն, ինչ է նշանակում, երբ ասում է դավանանքը պինդ բռնենք։ Նախ ասենք դավանանք այսինքն ինչ։ Դուք գիտեք ինչ է նշանակում դավանանք։ Անգլերեն confession։ Չի նշանակում այն բանը, որ գնում ենք մեղքեր ենք խոստովանում, չէ, դրա մասին չի խոսք։ Դավանանք նշանակում է այն բոլոր ճշմարտությունները, աստվածաշնչային վարդապետական իրականությունները, ճշմարտությունները, որոնց մենք դրանց որպես Աստծո ասած ճշմարտություն եւ անփոփոխ եւ անզեղչանալի ենք ընդունում եւ դրանց վրա հիմնում ենք մեր ներկայի եւ հավիտենական կյանքի ապահովությունը։ Դավանանքը ճիշտ իմանում է տան սյուներին, նայեցեք այս սյուները։ Այս սյուները, այս տունը, այս կառուցվածքը բռնում են։ Եվ մինչև խոր հատակ, երբեմն գետնի տակ, մի քանի 100 ոտք, եթե կարիք լինի, կիշնեն հողի մեջ։ Խարսխված են։ Այդ խարիսխները, ճշմարտության ակունքները, հիմքերը, դրանց ասում ենք դավանանք։ Այսինքն աստվածաշնչային կազմակերպված, կարգավորված վարդապետություններ, Աստծո վարդապետությունը, մեղքի վարդապետությունը, մարդու վարդապետությունը, քրիստոսաբանությունը, փրկաբանությունը, հոգեբանությունը, վախճանաբանությունը եւ այլն։ Սրանք մեր դավանանքներն են։ Աստծո խոսքը, լեկ խոսքով։ Ուղիղ ուսուցմունքը, ամուր բռնեք։ Այսինքն այս ճշմարտությունների վրա պինդ հենվեցեք, ճիշտ ինչպես այս կառուցվածքը բոլորը հենված են այս սյուների գլխին։ Ես ու դու որպես հավատացյալ։ Աստծո խոսքն ասում է, որ մենք մեր սովորած ճշմարտության պիտի պինդ կարճենք, մեր էությունը, մեր գոյությունը, մեր արարքները, մեր խոսքերը, մեր վարվելակերպը, մեր աշխարհայացքը այդ ճշմարտությունների վրա պետք է հիմնավորենք, խարսխենք եւ դրանց վրա կանգնենք եւ դրանց չզիջենք։ Եթե մեկը գա այս կառուցվածքին, սյուներին սկսի կացնել եւ զիջել, գիտեք ինչ կասենք իրան, մի վարքյան։ Կարող ես դուրու պատուհանները հանել, պատուհանը մեծացնել, փոքրացնել, բայց սյուներին չես կարող դպչել։ Ինչու, որտեղ երբ որ սկսես սյուների հետ զիջում ունենալ, այդ տունը վտանգված է։ Դրա համար ասում է դավանանքը պինդ բռնեք։ Հարց դուք ես։ Դու Աստծո խոսքի դավանանքը իմանում ես, որ դրան պինդ բռնես։ Պատճառը, որ մենք հաճախ Սաղմոս 2-ի պես սկսում ենք հոգևորապես հևալ, այն է, որ մենք մեզ հոգևոր անապատում ենք գտնում, որովհետև Աստծո խոսքի առատ աղբյուրից, Աստծո խոսքի ճշմարիտ դավանանքից անտեղյակ ենք։ Գաղափար ունենք, տասնյակ տարիներ այսինչից ու այնինչից լսել ենք, բայց ինքներս չենք մտել հանել գանձերը, տեսել, շոշափել, թե սա սյուները որտեղ են։ Ինչպես է, որ ես փրկված եմ, ինչպես է, որ իմ փրկությունս ապահով է, ինչ հիման վրա Աստված ինձ փրկեց, Աստված ինձանից ինչ է պահանջում հիմա, նեղությունների մեջ ինչպես պետք է վարվեմ, արդյոք Աստված է պատասխանատուն իմ կրած ցավիս համար, թե ես եմ պատասխանատուն, արդյոք Աստված իր զավակներին ցավ կղրկե կամ ոչ։ Այս հարցումներին մենք պետք է ուղիղ աստվածաշնչային պատասխան ունենանք, թե ոչ ամեն օր լաց ու կոծ կուլ կտաս։ Դու էլ այս Սաղմոս 2-ի վիճակին կենթարկվես։ Չգիտեմ ինչու տխուր եմ։ Չգիտեմ ինչու այսօր լաց է գալիս։ Փոքր բան է լինում,
Ով Աստված, բա դու ասացիր բա դու որտեղ ես, ինձ մոռացար։ Երբեմն էլ հևանքի ենք հանդիպում, որովհետև դու գիտեք արդեն, մեղք ենք գործում, աննազանդություն ենք անում, խոր մեր խելքի և մեր մտքի համաձայն ենք անում, ոչ թե անպայման Աստծո խոսքի համաձայն։ Երբեմն էլ համառ ենք, համառ գիտեք ինչ է, կողավեր։ Եվ չենք ուզում մեր մեղքը անմիջապես խոստովանել։ Կարծում ենք, եթե ժամանակ անցնի, մեղքը իրեն կթուլանա, կանհայտանա, այսպես կվերջանա, այդպես չի։ Մեղքը իրեն չի մաքրվում, սիրելիներ։ Մեղքի զգացած հանցապարտությունը, դատապարտությունը միայն խոստովանանքով և ապաշխարությամբ է վերանում։ Աստծո խոսքն ասում է, իր մեղքերը մեկ խոստովանողը և մեկ դիծգողը ողորմություն կգտնի առակացի մեջ։ Ուրեմն, երբ որ մեղք ենք անում, ըմպոստություն ենք անում, անհնազանդություն ենք անում, անհոգ ենք դավանանքի հիման վրա, և դրա հակառակ ենք շարժվում, և դրա հետևանքն ենք կրում մեր կյանքի մեջ, չենք ուզում խոստովանենք, դրա համար մեր հաղորդակցությունը, ոչ թե հարաբերությունը, հաղորդակցությունը Աստծո հետ խզվում է, սառում է, վնասվում է, ետ կազդուրվելու և ետ վերականգնեցվելու և ետ վերահաստատվելու կարիքի մեջ է մտնում, դրա համար սկսում ենք հոգևորապես լալ, ախ երանի կանչել։ Եվ այդ վերականգնությունը, այդ վերահաստատությունը հնարավոր է, երբ որ մենք այդ մեր գործած մեղքից անմիջապես խոստովանելով ետ ենք դառնում ու դրա մեկ կողմ ենք դնում, Աստված հավատարիմ է և Աստված արդար է, որ նրանքս, որ մեր մեղքերը խոստովանում ենք, նա մեզ ինչ կանի, մեր ամեն մեղքերից մեզ կազատի և կսրբի։ Երեթարցի կանք, եթե դրանք մեկ կողմ գցենք, ողորմություն կստանանք։ Սաղմոս 2-ն դրա ծարավն էր քաշում։ Աստծո ներկայության ծարավը, Աստծուց կշտանալու ծարավը, Աստծուց հագենալու, Աստծով ցնծալու, Տիրոջմով պարծենալու, Տիրոջմով օրը դիմավորելու, անկախ թե ինչպիսի եղելությունների առջև պիտի գտնվեր նա։ Հարց տամ քեզ, դու ինչ բանի ծարավ ես քաշում։ Որն է կյանքիդ ամենամեծ երազանքը, որն է այդ ամենամեծ նշանը, որ դրել ես, երբ կգամ, այդպես է ասում, քոնդ որ է, քո ամենակարևոր տենչանքը, ըղձանքը, ամենավեհը, ամենաբարձրը, քեզ համար ունեցած ամենագերազանց մաղթանքը որն է, որ ինչ լինի քեզ, քո ամենանախապատիվ ջանքը, առաջնակարգ փափագը որն է, ինչի ես ծարավ։ Ողթե սուրբը լամ ես, միշտ ալավելի, սիրտ հոգիս և միտքս, քեզ հնազանդի, օրեօր պարտքերս, ավելի սիրով, կատարեմ ով դերս, քու հոգվույթ շնորհքով, ես երգիչ չեմ, բայց ճշմարտություն այստեղ է։ Բարձր և ալբարձր գիշերես թռչիմ, մինչ երկնից սուրբ լույսը բերկրությամբ հասնիմ, թող ըլլա մաղթանքս քեզ ընդունելի, այս է Տեր իմ ջանքս, դու օգնե ինձի։ Այս Սաղմոսի երկրորդ բաժնում Սաղմոս 2-ն իր հոգեճնշյալ և ծարաված վիճակը ներկայացնելուց հետո իր այդ վիճակի հագեցնելու համար իր սրտի ցանկությունը, իր ներքնաշխարհի երազանքն է բացահայտում։ Ասում է, ես այս բաները հիշում եմ և իմ հոգին թափում եմ ինձանում, որ բազմության հետ անց կենամ, գնամ նրանց հետ մինչև Աստծո տունը, տոնախմբող ամփոխի հետ, օրհնության և գովասանության ձայնով։
Սաղմոս 2-ն Աստծո տնից, Աստծո տաճարից, Աստծո առաջին պաշտամունք կատարելուց, շնորհած միջոցներից օրհնվելուց, նրանց մեջ լինելուց հեռու էր մնացել, պապակած սիրտը բացում է, իր երազանքը հայտնում է մեզ և ամբողջ հոգիով հևում է, փափագում է, ծարավում է, որ Աստծո տաճարը մտնող բազմության հետ ինքն էլ նրանցից անց կենար։ Գիտեք ինչ է նշանակում սա։ Երբեք մտածել եք սրա մասին։ Ես չէի մտածել, մինչև որ սկսեցի պատրաստել։ Անց կենալ հայերենով մի քիչ անհասկանալի է թվում, բայց երբ որ լավ մտածեք, դուք լինեք այդ վազողի փոխարեն։ Ես հիշում եմ, երբ որ հովիվների կոնֆերանսի էինք գնում ամեն տարի, դռները փակում էին տաճարի եւ բոլոր ժողովուրդը, հազարավոր մարդիկ կանգնում էինք դռան ետևը, սպասում էինք, որ ժամը 6-ին դռները բանան։ Եվ պիտի տեսնենք այս ծանրակշիռ, մեծ, երևակայելի հովիվները ոնց են երեխաների նման վազում։ Իրարու հրմշտկելով, բանելով, կներես եղբայրջան, սիրում եմ քեզ, բայց ես պիտի առաջ անցնեմ։ Եվ նրանք էլ կամերայով մեզ նկարահանում են և միանգամից անդրադառնում ենք, որ վայ, սա ճիշտ չի։ Մարդիկ ինչ կասեն մեզ համար։ Ինչ ուզում են թող ասեն, ես գնում եմ Տիրոջ առջև։ Այդ է նշանակում։ Անգլերեն թարգմանության մեջ ասում է Աստծո տաճարը մտնող բազմությանը առաջնորդեմ, այսինքն նրանց առջևը անցնեմ։ I'll be the leading edge of this crowd. Նրանցից առաջ անցնեի, ասում է։ Երանի լիներ, որ ես այս ժողովուրդը, որ գնում են տաճար, որ գնում են եկեղեցի, որ գնում են Աստծուն պաշտեն, ես նրանց առջևը անցնեի, հրմշտկելով հասնեի առջևը և նրանց հետ մտնեի տաճար։ Եվ առաջի աթոռների վրա նստեի։ Ընդհանրապես Երբ մարդիկ մի հավաքական տեղ են հավաքվում, օրինակի համար թատերասրահներում կամ շարժապատկերների սրահներում, ուր պիտի մի բան ցուցադրվի, մի բան պիտի բեմադրվի, մի բան պիտի ցուցաբերվի բեմի վրա, դահլիճի առաջին աթոռների տոմսակները ապահովելու համար անմիջապես այդ տոմսակները շուտ վաճառվում են։ Մնում է ետևը, բալկոնը, սյունի ետևը, ուրիշների գլխի ետևը, ավելի արժան տոմսակները։ Քչերն են, որ ուզում են այդպիսի տեղ նստեն։ Ընդհանրապես թատերասրահների մեջ մարդիկ ուզում են առջևի աթոռները գրավեն, որ տեսնեն ինչ է կատարվում, որ մտնեն այդ կատարության մեջ, որպեսզի բոլոր օրհնությունը, բոլորը քաղեն, բան չփախցնեն, չխանգարվեն, անխանգար միանան եղած պարունակության մեջ։ Բայց երբ կարգը գալիս է եկեղեցուն, ճիշտ հակառակն է։ Մարդիկ քչերն են, որ ուզում են, որ եկեղեցու առջևի աթոռները նստեք։ Հիմա տեսեք մեր առջևի աթոռները դատարկ են։ Ետևը լիք մարդ կա։ Ինչու՞։ Միգուցե մենք Սաղմոս 2-ի պես չենք հերվում Աստծուն ունենալ։ Դու ինչպեսի մտադրությամբ ես գալիս տաճար, գալիս եկեղեցի։ Արդյոք այս ամբողի հետ, որ մտնում ես Աստծո տաճար տնից ներս, Սաղմոս 2-ի պես ուզում ես, որքան կարելի է ավելի մոտիկ գաս Աստծուն։ Ինձ չէ Աստծուն։ Այնքան ավելի հնարավորինս կերպով ամենաանխանգար վիճակով վայել ենք Տիրոջ ներկայությունը, պաշտամունքը, երկերը, պատգամը, խոսքը։ Երկրպագենք, օրհնենք անխանգար կերպով։ Հիմա տեսեք, ինչ վերաբերվում է եկեղեցու, որ աթոռի վրա պիտի նստենք։ Ուր ուզում եք նստեք, տարբերություն չի ան։ Բայց ուր որ նստում եք, ձեր մարմնի արտահայտությունը, խոսելը, գիտեք, մենք մենակ մեր լեզվով չի որ խոսում ենք, մեր կեցվածքով ավելի բարձր ենք խոսում, քան թե երբեմն մեր բառերով։ Մեր մարմնի արտահայտությունը, թե ուր ենք նստած, շատ բան է ասում մեզ։
Գիտեմ, որ Ղուկասի 11:43-ի մեջ Տեր Հիսուսը իր երկրավոր կյանքի ընթացքում կեղծավոր փարիսեցիների կեղծավորությունը եւ արտաքնապաշտությունը Երևան հանելու համար նրանց վայ կանչեց։ Եվ նրանց ասեց. «Վայ ձեզ փարիսեցիներ, որ սիրում եք ժողովարանների արջևի աթոռները եւ հրապարակում բարևները»։ Հիմա հավատացյալները դա իրենց վրա են առնում։ Տես մենք երբ որ եկեղեցի ենք գնում, պետք չէ արջևի աթոռները նստենք, որտեվ դա կեղծավորություն կլինի։ Սիրելիներ, այս համարի սխալ մեկնաբանությունն է, որ դուք ետևն եք նստած։ Եթե կարիք չունեք ետևը նստել, եթե ձեզ պարտադիր չի, եթե մի բանի խնամք պետք չէ տանեք, եւ դուք այնտեղ եք, որ Տերը պաշտեք, այս համարը ձեզ ուղղված չի, որ անպայման ետևը նստեք, որտեվ վայ կլինի, եթե արջևը նստեմ։ Ոչ, այդպես չի։ Իրականության մեջ հակառակն է ուղիղը։ Տերը այս բանը ասեց փարիսեցիների կեղծավորությունը մեջտեղ անելու համար, որտեվ նրանք դրսից ցույց էին տալիս այնինչ որ Սաղմոս 2 ներսից զգում էր, ուզում էր գնար եւ ժողովրդի արջևը լիներ, անխանգար կերպով Տիրոջը վայելել եւ սխալ բան չի, որ մենք անխանգար կերպով Տիրոջը վայելելու փափակ ունենանք։ Բայց սխալ է, երբ որ դրան գործ ենք ածում մեր անձը ցուցադրելու համար, կեղծիկ հայտնելու համար։ Կեղծավորությունն է սխալը։ Հակառակ կեղծավորությունը կարող է լինել։ Շատ հավատացյալներ ես գիտեմ, չեն ուզում արջևի աթոռների վրա նստեն, գիտեք ինչու։ Ուզում են իրենց խոնարհ ձևացնել։ Այդ էլ է կեղծավորություն։ Կեղծ խոնարհությունը։ Ես ետևը կնստեմ, որ մարդիկ ինձ չասեն, ինչ ես կնստել արջև, ով ես կարծում, որ դու ով ես։ Ես ավելի խոնարհ երևամ, ավելի ցած երևամ։ Բայց մինչ այդ սրտով ուզում ես, որ մի քիչ ավելի առաջ նստես։ So that's also hypocrisy. Մենք անկեղծ պետք է լինենք։ Մենք թափանցիկ պետք է լինենք։ Եթե մի օր պետք է որ դու ետևը նստես, որովհետև զավակդ հետդ է, որովհետև պիտի շուտ գնաս, չես ուզում խանգարես, փապկանկատ ես ուզում լինել, կամ կարիք ունես, կամ տարիք ունես, կամ չգիտեմ ինչ է պատճառը, that's all right. Բայց դա այդպեսի պատճառներ չունես, why are you sitting in the back? Your body language tells me otherwise. Սաղմոս 2-ն մեզ սովորեցնում է, որ մենք երբ որ գալիս ենք տաճար, երբ որ գալիս ենք Տիրոջ ներկայության մեջ, գալիս ենք անկանոքաբար, with zealousness in our heart, burning, I want to go and meet my God. Այդպես է կարդ եկեղեցի, թե ախ, ես այլ եկեղեցի պիտի գնամ, լավ կգնամ են, ետևը կնստեմ, տեսնեմ ինչ է լինում։ Մեծ տարբերություն կա սրա մեջ։ Սիրելիներ, մենք մեր լավագույն ջանքը պիտի գործադրենք, մեր լավագույն ըղձանքը պիտի գործի լցենք, որպեսզի մեր այդ ծարավը լավագույն կերպով հագեցնենք, կշտացնենք եւ աղբյուրը Տիրոջ ներկայությունն է, Տիրոջ խոսքն է, երգերն են, պաշտամունքն է, by the way, պաշտամունք միայն երգել չի նշանակում։ Երգերը պաշտամունքի մի մասն են։ Մենք երկերով պաշտում ենք, նեյրատվությամբ պաշտում ենք, աղոթքով պաշտում ենք, քարոզով պաշտում ենք, խոսելով պաշտում ենք, լսելով պաշտում ենք, հաղորդակցվելով պաշտում ենք, իրար սիրելով պաշտում ենք։ Այս բոլորը շնորհած միջոցներ են, պաշտամունք է։ Ետևի շարքերը ուշացողների համար է, կարիքավորների համար է, պարտադրված այդտեղ նստելու համար է։ Հարգի շարքերը այսրանք են, որ հիմա դատարկ են։ Put in your head next time. Դարձյալ Սաղմոս 2-ի ցանկությունն էր, որ Աստծո տունը գնացող ամփոխի հետ նրանց հետ գնար մինչև Աստծո տունը եւ այնտեղ տոնախմբող ամփոխի հետ օրհնության եւ գովասանության ձայն բարձրացներ։ Սաղմոս 2-ն մաղթանք ուներ, ցանկություն ուներ, երազանք ուներ, որ բոլոր աստվածապաշտ ժողովրդի հետ մի անգամ եւս ու նորից Աստծուն երգեր, Աստծուն պաշտեր, Աստծուն փառաբաներ, Աստծուն իր սրտի եղած խոսքը ուղղեր եւ Աստծուց ստանար, հարաբերության մեջ մտներ։ Իսկ մենք ինչ ենք անում, երբ գալիս ենք եկեղեցի։ Ինչ ենք անում, երբ վրա է հասնում այդ երկեցողության պահը։ Փառք եմ տալիս ձեզ համար, որ արդեն սկսել եք երկար ժամանակից ի վեր
բավական հառաջացել է, ինչ որ նոր ենք սկսել եկեղեցին։ Սկսել եք երգել, հասկանում եք երգելու աստվածաբանությունը։ Ուրախ եմ դրա համար, շարունակեցեք, ավելիով, ավելի լիաթոք։ Ճանաչեք նոր երգեր սովորել, նոր երգերից խույս մի տվեք։ Մենք շատ բծախնդիր ենք մեր երգերի մեջ։ Այն երգերը, որ իրենց մեջ աստվածաբանական ծռություններ կա, չենք երգում։ Ով Սուրբ Հոգի արի, ով Հիսուս արի, այդպես երգեր չենք երգում։ Հիսուսը մեր մեջն է։ Նա ասաց. ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը, այլևս Հիսուսին արի հրավիրելու կարիք չունենք։ Երբ որ մեկը քո մեջ է, չես հրավիրում։ Ուրեմն մենք շատ բծախնդիր ենք։ Ուղիղ աստվածաբանական երգեր ենք երգում։ Որքան հնարավոր է Տիրոջ խոսքի կենտրոնացումով ենք երգում։ Ուրեմն եթե նոր է ձեզ համար, քաջալերում եմ ձեզ, մտիկ տվեք երաժշտությանը, սկսեք երգել կամաց եւ կսովորեք երգերը։ Եվ մեկ էլ տեսար, որ քթիդ տակ երգ ես երգում ու աման ես լվանում, կամ ավտո ես վարում, կամ աշխատանքիդ մեջ սուլում ես այն հոգևոր երգը, որ միանգամից միտքդ եկավ։ Ու մխիթարվում ես, քաջալերվում ես։ Ինչ ես լսում ինքնաշարժիդ մեջ։ Հեռաձայնիդ մեջ ինչ երգեր կան։ Ում ես լսում։ Ինչ բառեր են մտնում քո խելքից մտքից ներս երգերի միջոցով։ Ինչպեսի շրջահայացք, աշխարհահայացք է քեզ հրամցվում այդ երգերի պնակների մեջ։ Ինչ ես ուտում։ Մենք չենք երգում, որովհետև կարիք ունենք մի 20 րոպե ժամ լցնենք։ Ոչ։ Երգելու նպատակը այն է, որ երգերի միջոցով, երաժշտության միջոցով, գեղեցիկ աստվածատուր տաղանդների միջոցով, այդ ձիրքերի գործածությամբ մեր գեղեցիկ արվեստագիտության գերազանց էակին պաշտում ենք, փառաբանում ենք, գեղեցիկ մեղոդի ենք բարձրացնում Աստծո առջև։ Փառք ու պատիվ ենք տալիս, շնորհակալություն ենք հայտնում, եւ այդ երգերի մեջ նաեւ մեր աղերսը, աղաչանքն ենք, քիչ առաջ երգեցինք, սրբիր ինձ, լվա, մաքրիր, ձեռքերիդ մեջ գործածիր։ Don't you want to do this? Ուրեմն երգում ենք։ Այս երգի երաժշտության բառերը մեր մտքին եւ մեր հոգուն այդ դավանանքը հիշել է տալիս, այնտեղ խարսխվում ենք։ Շնորհակալություն ենք հայտնում, մեր ցավն ենք արտահայտում, մեր երազանքն ենք ասում, փառաբանում ենք։ Սաղմոս 2-ն ասում է. Երանի ես կարողանայի այս ժողովրդի հետ գնայի եւ այնտեղ իմ ձայնս բարձրացնեի։ Շատ կարեւոր է, որ մենք հավաքաբար երգենք։ Հաջորդ անգամ որ երգում ենք, 1-2 պահ, ես երբեմն անում այդպես։ Ես չեմ երգում, լռում եմ, ուզում եմ ձեզ լսել։ Դուք չգիտեք որքան օրհնություն է ձեր ձայնը իմ հոգիս։ Երբ որ ժողովրդով երգում եք։ Ես եղել եմ պաշտամունքների մեջ, որ 5000, 6000, տասնյակ հազարներ ստադիոնների մեջ Աստծուն երգում են երաժշտություններով, ձայնով եւ կարծես թե երկինքի մեջ ես վերանում։ Օրհնություն է։ Ինչ ես երգում։ Երգում ես։ Տունդ ինչ երգեր ես դնում։ Երեխաներդ ինչ երգեր են լսում։ Ինքնաշարժի մեջ ինչ երգեր եք նվագվում։ Կողոսացիս 3:16-ի մեջ Աստծո խոսքը մեզ ասում է եւ խրատում է, պատվիրում է. Քրիստոսի խոսքը առատապես ձեր մեջ բնակվի, ինչպես։ Ամեն իմաստությամբ իրարու սովորեցրեք, խրատեցեք սաղմոսներով, այսինքն այս երգերով, աստվածաշնչային հոգևոր երգերով, օրհնություններով, օրհնաբեր, օրհնանքի երգերով, կօրհնենք քեզ Աստված, զիփրկիչդ եկավ։ Գիտես այս երգը, Էլմաջյան երկրորդ երգն է։ Օրհնություններով եւ հոգևոր երգերով օրհներկեցեք Տիրոջը ձեր սրտերումը։ Պարզապես որտեղ ասում է ձեր սրտերումը, չի նշանակում որ տան մեջ ոչ։ Դա մեր սրտից է բխում եւ որտեղ որ կանք, այդ սրտի բխանքը գալիս է մեր բերանին եւ մեր ցայնափողից դուրս է գալիս եւ երգում ենք։
ամոթ չի մեզ համար երկել։ Մեծ առանձնաշնորհում է երկել սիրներ, մանավանդ հայ հավատացյալ եղբայրներ։ Գիտեմ, ոմանք այդ ամաչում եք երկել։ Մի ամաչեք։ Մենք ձեր ձայնը մշակելու համար չի, որ ցած ասում ենք երկեք։ Այստեղ ձայնի դպրոց չի։ Այստեղ եկեղեցի, ասես Տիրոջը տաճարն է։ Գիտեք, որ հին եկեղեցիներում տղամարդիկն էին, որ առաջնորդում էին եկեղեցի մեջ։ Հիմա քույրերն էլ երգում են Փառք Տիրոջ։ Ուրախ ենք նրանց համար։ Այդ քարաձայն, հիմա քիչ վերջը մենք պիտի նորից փորձենք մեր քարաձայն երգչախումբը։ Հիանալի տաղանդ է, տղամարդիկ, քույրերը, մեծերը, փոքրերը, տարիքավորները, երիտասարդները, անգլերենով, հայերենով մենք դնում ենք երգերի վրա, հայերենը կա, անգլերեն տառերով հայերենը կա, անգլերենը կա, պատճառ չունեք չերկելու։ Մենակ եթե թրքերեն եք երգում կամ չինարեն եք ուզում, կներեք, մենք ոչ թրքերեն ենք իմանում, ոչ չինարեն։ Դուք ձեր երկարանները ցած այդ պիտի բերեք։ Այս բոլորը հիշելով Սաղմոս 2-ն միանգամից արթնանում է։ Թեպետ դեռ տխուր է, թեպետ դեռ պապակած է, կալ անգամ կշարունակենք, թե ինչ է դրա լուծումը, բայց նա հարց է տալիս։ Okay, ուրեմն, ինչու տրտում ես։ Այսինքն պատճառ չունես տրտում լինելու։ Ով իմ անձը, ինչու ես շփոթված դու քենզում։ Why are you so sad? Հետո ինչ։ Աստծուն հուսա։ Որովհետև դարձյալ կկոհանամ։ Հայերեն արևելային ասում է էլ։ Այսինքն այս պարագաներովս նորից ես կկոհանամ։ Այս հերու եղած պահին, այս հևանքիս մեջ նորից ես քեզ փառք կտամ, իմ հույսս կդնեմ քո վրա ով Տեր։ Գիտեք, սա application-ը ուր է մեզ համար։ Մի կետ էլ ասեմ վերջացնեմ։ Հաճախ պատահում է, որ հենց Աստծո մասին մտածելը անգամ, Աստծո տան մեջ, Աստծո ժողովրդի հետ լինելու այդ փափակը անգամ, մեզ մեր ընկճվածությունից, հուսահատ վիճակից հույս է ներշնչում։ Կարծես թե երկար փակուղի վերջավորության լույս ես տեսնում եւ հույս ունես, որ այս փակուղից անցնելով պիտի հասնես այդ լույսին, որտեղ տեսնում ես այդ լույսը, ուրախություն է գալիս մեջդ։ Հաճախ պատահում է, որ շաբաթվա կեսին մի տրտմեցնող եղելություն է տեղի ունենում։ Կամ մեզ շփոթեցնող մի պարագա է հառաչանում։ Եվ մենք մի պահ շվարում ենք, մի պահ իրար ենք անցնում, երբեմն մի պահ ընկճվածություն է գալիս մեր վրա, կամ մեր ուղղությունը կորցնում ենք, մեր ցնծությունը կորցնում ենք, բայց մենք հավատացյալ ենք, մենք եկեղեցու ընտանիքի մեջ մասնակից ենք, մենք ունենք հավատքի ընտանիք, հավատքի համայնք, մենք միշտ մեր մտքի ետևում, երբ որ այդպես մի բան է պատահում, անմիջապես խորհուրդ է անցկանում, թե ես իմ աղոթքի խմբից լուր տամ, չէ՞, եղել է ձեզ այդպես, չէ՞։ Ես վաղը մյուս օրը հիմա հինգշաբթի է, բայց ես վաղը մյուս օրը կիրակի է եկեղեցի պիտի գնամ, այնտեղ ես Աստծոս հետ հանդիպում ունեմ։ Այսա երեքշաբթի է վաղը աղոթաժողով ունենք, I know what to do։ Փառք Տիրոջ, պիտի մասնակցեմ, միգուցե այսօր երկուշաբթի է, միգուցե հինգշաբթի է, կամ ուրբաթ է, միգուցե հիմա ինձ տրտմեցնող, շփոթեցնող վիճակ կա իմ առջևս, բայց ես էսա Աստծուն եմ հուսացել։ Շատ չանցած Տիրոջ տանը պիտի ներկայանամ, շատ չանցած Աստծո զավակների եւ իմ հարազատներիս հետ Աստծուն պիտի պաշտենք, իմ եղբայր քույրերիս հետ պիտի միանամ, նրանց հետ Աստծո խոսք պիտի մտիկ տամ, Տիրոջ խոսքը պիտի առնեմ եւ իմ կյանքիս մեջ պիտի դնեմ եւ պիտի գնամ տեսնեմ կիրակի օրը Աստված ինչ ունի ինձի խոսելիք։ Այդպես է գալիս եկեղեցի։ I want to go to God's house to see what God has to tell me. Ուրեմն ինչու տրտում եմ ես? Why am I down? That's okay, constantly. Even if տրտում եմ, հույս ունեմ։ Երբ որ Աստծուն ունեմ, երբ որ Աստծո տանը ունեմ, երբ որ Աստծո զավակները որպես իմ հավիտենական հարազատ անբաժան եղբայրներ քույրեր ունեմ, որքան երջանիկ եմ եւ մեր գյուղական լեզվով,
Մենք կարողանում ենք հուսադրվել կենտանի Աստծո հույսով, թե ով իմ անձս, միգուցե այսօր ուրբաթ է, բայց էսա կիրակին է գալիս։ Maybe today is Friday, but Sunday is coming. Sunday is coming. Եկեք, Տերն սիրողներ, պատմենք ցնծություննից։ Մեկտեղ ելեն մեր քաղց երկեր, մինչև աթոռն փրկչին, մինչև աթոռն փրկչին։ Ուստի մենք միշտ երկենք, բնավ տրտում չլանք, Էմանուելին հողեն կանցնենք, դեպի երկինք կերտանք, դեպի երկինք կերտանք, աղոթենք։ Փառքեզ մեր Տերը, շնորհակալ ենք քեզանից, որ դու մեր հույսն ես, նույնիսկ երբ որ մենք հուսահլկվում ենք, երբ որ ծարավի ենք ընկնում, երբ որ տարբեր պատճառներով չորության մեջ հևանք ենք քաշում, երբ որ նույնիսկ եթե պատահի լաց ու կոծը մեզ ամեն օր հաց է դառնում, ով Տեր, դու հավատարիմ ես, քո խորհուրդդ անգամ, քո վրա մտածելու գաղափարն անգամ մեզ խիստ հուսադրող է, մեր հուսահատությունը փարատող է։ Շնորհակալ ենք քեզանից, ով Աստված։ Փառք քեզ այս պատգամի մեջ եղող քո ճշմարտություններիդ համար, քո խոսքիդ այս բաժնի համար, որ թեպետ հազարավոր տարիներ առաջ են գրի առնվել, բայց այսօր մեր կարիքները հոգացող, մեզ հուսադրող, մեզ քաջալերող, մեզ քեզ հաճելի եւ պաշտող զավակներ անելու պատվիրաններ, խոսքեր եւ հորդորներ են։ Շնորհք արա Տեր, որ կարողանանք քո խոսքիդ համաձայն քեզ պաշտել, ապրել, հուսադրվել եւ ինչու ցածնաս իմ հոգիս, ինչու տրտմես, Տիրոջը հուսա, նա իմ վեմս եւ իմ փրկությունս։ Ամեն։